Պատվարժան դատարան, դուք տեղեկացված եք քվազի մեխանիկական կալանքի երկարաձգում հասկացությունից, որը իրենից ենթադրում է այն, ինչը քիչ առաջ դուք արեցիք։ Ես անկեղծ եմ ասում, դատավարության մասնակից եմ, ես չհասկացա, օրինակ Կարոյի խափանման միջոցը ինչի համար երկարաձգվեց 3 ամսով։ Անկեղծ փաստարկն էի ուզում հասկանալ։ Եթե վերաբերում է նրան, որ իրավաչափության պայմանները չեն փոփոխվել, ես նախորդ դատական նիստին ամենաազնիվ եւ անկեղծ բանաձևումը տվեցի։ Եթե իրավաչափության պայման 3 ամսվա ընթացքում չի փոխվել, որտեղ մենք դեռևս գտնում ենք նախնական դատալսումների փուլում, ուրեմն դուք պետք է բացառք հայտնեք։ Ուրեմն նշանակում է դուք ճանաչությունը մեր հանրային մեղադրող պարոն Հովհաննիսյանի հետ միասին տապալել եք, որովհետև ես չեմ հիշում մեղադրյալներից մեկը, որ օրինակ նիստին ասեր, եկեք այսօր հարց չքննարկենք։ Ես հիշում եմ ճիշտ հակառակը, օրինակ Սրբազանը բոլոր նիստերին պնդում էր, որ եկեք ավել նիստ անենք, եկեք ոստիկանության անգործությանը գնահատական տանք, պրոբացիայի թերություններին գնահատական տանք եւ այլն։ Հիմա ստացվում է Պաշտպանական կողմի դիրքորոշումը դա է եղել, բայց օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառներով դա չի ապահովել, բայց բացասական հետևանքները կրում են անձինք, հանուն ինչի։ Իրավական առումով տնային կալանքը ամբողջությամբ համարժեք է, կալանք է։ Լրիվ նույնությամբ, այսինքն մենք իրականում քննարկում ենք հիմա կալանքի հարցը։ Իդեպ, մի հետաքրքիր հանգամանք էլ նշեմ։ 3 ամիսը ես նշված հաշվարկը ուզեցա անել, իսկապես կարծում եմ հետաքրքիր կլինի թե դատարանին, թե հատկապես հանրային մեղադրողին։ Ուրեմն Ալեքսանյան Արմենի խափանման միջոցի հարցը քննարկվեց շուրջ 18 րոպե։ 3 ամիսը բաղկացած է 131.501 րոպեից։ Այս 18 րոպեվա մեջ պարոն Հովհաննիսյանի մասնակցությունը 2.5 րոպեվա սահմաններում էր։ Հիմա այս իրավիճակում մենք ստացվում է մարդու ճակատագրի տեսանկյունից, չէ ի վերջո ամեն օրն էլ մարդու ճակատագրի կարևոր մասն է։ Հիմա 3 ամիս դուք մի բան որոշում եք, 2.5 րոպե տևողությամբ դատախազի խոսքի եւ վստահ եմ դատարանն էլ նույնիսկ հիմնավորումները կներկայացնի մինչև 60 վայրկյան։ Իմ կարծիքով, որ ավելի տեմպը հստակ լինի, պատվարժան դատարան իրավական առումով չեն պատկերացնում, օրինակ ինչը պետք է լինի, որ ենթադրենք վարչական հսկողության էլեկտրոնային սարքի կիրառմամբ 21 օր առանց էլեկտրոնային սարքի գտնված մարդու, բայց պատշաճ վարքագիծ դրսևորածի դեպքում համարժեք, բավարար, համաչափ չլինի։ Օրինակ ինչն է էլի դրա փաստարկը։ Ինքը ստացվում է 21 օրվա ընթացքում կարար իրավաչափության պայմանները 200 անգամ խախտած լիներ։ Ու ոչ մեկ դրա մասին առնվազն սկզբնական փուլում չիմանար։ Բայց պատշաճ վարքագիծը դրսևոր է դրա տեղը։ Ոնց դա իրավական հետևանք չունենա։ Պատվարժան դատարան անկեղծ եմ ասում, ես համարեք դիմում եմ ձեզ քվազի մեխանիկական կալանքի երկարաձգման պրակտիկայից զերծ մնալու համար։ Ես դա նույնիսկ պահանջում եմ, որովհետև դա թե սահմանադրական դատարանի, թե վճռաբար դատարանի, թե եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով արգելված վարքագիծ է։